Գործընկերներ ջան, կփորձենք մի քիչ նաև բարձր ասել, որ մեր հայրենակիցները եւս լսեն։ Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել է մասնակի։ Կալանքի ժամկետը երկարաձգել է 30 օրով։ Կհիշեք, Սամվել Կարապետյանին մեղսագրվում է կոչերը, այն աբսուրդը, որի մասին բոլորս արդեն կարծում եմ տեղյակ ենք, պարզապես հարցազրույցի համար մեղադրանք առաջադրել եւ այն դիտարկել իբրև կոչ։ Այնուհետև մեղսագրվել էր տնտեսական բնույթի իբրև հանցանք եւ վերջերս մի քանի օր առաջ երրորդ դրվագն էր մեղսագրվել կրկին տնտեսական բնույթի, նույնիսկ քննչական կոմիտեն չհապաղեց, հայտարարություն տարածեց, որ դա վերաբերում է փողերի լվացմանը եւ այլն։ Մենք փաստաբանական թիմով հայտարարություն էինք տարածել, որ թե երկրորդ դրվագը, թե երրորդ, թե բնականաբար առաջինը ակնհայտ անհիմն են։ Դատարանը այսօր արձանագրեց, որ թե երկրորդ դրվագը, թե երրորդը, այսինքն նորը եւ նախկինը պայմանականորեն երկուսն էլ նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարում։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսինն է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է մեկ տրամաբանությամբ կամ ավարտեք գործը ուղարկեք դատարան, կամ ընդհանրապես ավարտեք, կարող ենք այդպես էլ մեկնաբանել։ Ընդհանուր առմամբ սա էր։ Շնորհակալություն Ժորժ ջան շատ։ Մեկ ամիս 30 օր։ Բավարարեց էլի։ Մասնակի բավարարեց, այսինքն տնտեսական բնույթի են արարքները, որոնք ի սկզբանե ասում են, որ սա աբսուրդ է, որ սա արվում է մեկ նպատակով, որ ուղարկի 14-15 հատոր նյութ սարքեն արհեստական, դատարանը այդ մասով համաձայնվեց։ Բայց թե ոնց է ստացվում, որ կոչով պետք է 30 օր եւս կալանքը շարունակվի, դրան բացատրություն մենք չունենք։ Դրա բացատրությունը միակ, որ մենք իսկապես, երբ խոսում ենք այդ 5-10% արդարության հնարավորության մասին, դա չի ապահովվում։ Բայց միաժամանակ հարց է առաջանում, իսկ արդյոք գոնե այսքանը կապահովվեր, այսինքն մեկ ամսով կերկարաձգեին, թե օրինակ 2 ամսով, եթե չլիներ հանրային աջակցությունը, եթե չլիներ շատերի արձագանքը, վերաբերմունքը, կարծում եմ պատասխանը առավել քան ակնհայտ է։ Շնորհակալ ենք շատ Ժորժ ջան։ Իհարկե ցանկանամ անել, եթե մենք փորձենք օրինակ դիտարկենք մեր դատական պրակտիկան, այդ կոչերի հոդվածը իրենից ներկայացնում է միջին ծանրության հոդված, որով պատիժ նախատեսվում է նաև տուգանքի ձևով, էլի։ Եթե մենք փորձենք մեր դատական պրակտիկան նայենք, դժվար թե գտնենք որևէ գործ, վստահ եմ, որ չենք էլ կարող գտնել, որ միջին ծանրության հոդվածով մեղադրվող անձին 4 ամիս ժամկետով, դե արդեն երկարացրեց կլինի արդեն 5 ամիս ժամկետ անազատության մեջ պահած լինեն։ Մի հատ նմանատիպ դեպք հնարավոր չի գտնել, առավել ևս, որ այդ անձը չունի որևէ դատվածություն, ունի բարձր հասարակական հեղինակություն, ել չեմ ասում, որ խոսում ենք բարերարի ու ազգային մեծ արժեքներ ստեղծած անձի մասին։ Հետևաբար դա իրականում աբսուրդային է, երբ որ միջին ծանրության հոդվածով անձին տևական ժամանակ պահում են անազատության մեջ, փորձում են ապօրինի մեղսագրել իբրև թե փողերի լվացման շինծու մեղադրանքներ, որոնք շատ լավ է, որ դատարանը դիտարկում է, որ հիմնավոր կասկած չկա, բայց մենք չենք էլ կարող չփաստել, որ տուգանք նախատեսող հոդվածով մարդուն երկարաժամկետ պահում են անազատության մեջ։ Այսքանը, եթե կուզենաք արարքները, որոնք դատարանը հիմնավոր կասկածը հաղթահարված չհամարեց, դրանցից 2 դրվագը ենթադրյալ առանձնապես ծանր հանցանքներ էին, 2 դրվագը ծանր հանցանքներ, բայց միջին ծանրության ենթադրյալ ակնհայտ ապօրինի մեղադրանքով երկարաձգվեց 1 ամիս։ Հիմքերից էլ դատարանը շեշտեց, որ առավելապես որպես խափանման միջոց կիրառելու հիմք փախուստի վտանգն է, այսպես ասած։ Իդեպ այն պայմաններում, երբ ինքը Սամվել Կարապետյանը ինքնակամ ներկայացել էր, իհարկե բոլորը դա հիշում են հունիսի
18-ին ինչպես հենց ինքը ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմինները, այն պայմաններում, երբ իհարկե ակնհայտ էր, թե ինչ գործողություններ են սպասվում, որովհետև հունիսի 17-ի գործադիր իշխանության ղեկավարի Facebook-յան գրառումները հայտնի են բոլորին։ Պարոն Ֆերոյանի կողմից ներկայացված հանգամանքի վերաբերյալ մեկ պարզապես լրացում եմ ուզում կատարել 422-րդ հոդվածով։ Այս միջին ծանրության խոսքի ազատությունը նսեմացնող քրեական վարույթների վերաբերյալ չկա մի վարույթ, որը 4 ամսից ավելի, ստացվում է, որտեղ դատարանի տրամաբանությունն էլ է դա, գտնվի նախաքննության փուլում։ Չկա նման որևէ դեպք։ Ամբողջականացնելով գործընկերոջս ասածը, հենց այդ հանգամանքը հատուկ ընդգծեմ։ Իսկ հարցազրույցը, որը վերածվել է ըստ քննչականի իբրև կոչի, բոլորը հիշում են վստահ եմ։ Մեր ձևով մասնակցել եկեղեցու պաշտպանությանը։ Հայաստանի Հանրապետությունում այս բառերի համար այլևս ֆիքսենք, որ կան դատական ակտեր, որ անձը պետք է շուրջ 5 ամիս լինի կալանավորված։ Մեր ձևով եկեղեցու պաշտպանությանը մասնակցելու այս նախադասության, այս բառերի համար։ Եվ դրան բացատրություն գտնել չկա։ Ես էլ եմ ասում, մեր ձևով Բոլորս էլ ասում ենք։ Բոլորս էլ ասում ենք, եւ թե ինչի համար այն Սամվել Կարապետյանի նկատմամբ այս հետապնդումը, դրա բանալի բառն էլ կա, Ժողովուրդ ջան։ Դա կոչվում է քաղաքական հետապնդում։ Դա կոչվում է ակնհայտ քաղաքական հետապնդում։